ապա կարող եք ասել, պատճառը ո՞րն է, որ Կամո եղբայրը չշարունակեց աղոթել խմբում։ Պատճառը չգիտեմ, բայց ես ուզում եմ ասել, որ Կամո եղբայրունս լավ էր, որ աղոթքով ենք սկսում, բայց չեմ ասում։ Իհարկե լավ էր, որովհետև իսկապես այդ աղոթքի մեջ, այդպես ասած, սրտներ կային, որոնք ջերմ էին այդ աղոթքի մեջ լինելու, եւ իրենց սկզբունքները այդ աղոթքի մեջ լինելու բնականաբար համապատասխանում էր Աստծո խոսքին։ Սակայն Աստծո հոգին հետո ինձ հասկացրեց, որ եթե չես ուզում, որ կրոնական մի սովորություն դառնա այս աղոթքը, ապա լուրջ ձևով պիտի տարանջատես այն անձանց, որովհետև եթե նրանք պիտի իմ առջև հիշատակվեն որպես աղոթողներ, թող մի բան լավ հիշեն, որ հակառակորդ ունեն, որը հնարավոր է ցանկացած պահի այդ աղոթող խմբի վրա իր գրոհը ձեռնարկի։ Ինչ ձևով հնարավոր է նա այդ գրոհը ձեռնարկի, եթե ոչ իրավունքով։ Իսկ ինչը կարող է իրավունք տա իրեն, որպեսզի այդ աղոթողների նեղություններ տա։ Դա հնարավոր է, եթե աղոթողները նախ իրենց անձերի հետ խնդիր ունեն Աստծո հետ, բայց փորձում են աղոթքաշողովում աղոթել ուրիշների համար։ Նման աղոթքները արդյունք չեն տալու, հակառակ էֆեկտը կբերի եւ շատ ծանր հետևանքներ կունենա այն անձանց համար, որոնք իրենց մեղքերից չեն ազատագրված։ Ահա թե ինչու Աստծո հոգին ինձ հասկացրեց, որ խումբը դեռևս այն վիճակում չի, որպեսզի միաբանորեն մենք կարողանանք ոչ թե կրոնական սովորությունը ինչ որ մի բան աղոթել, այլ նաև մենք ինքներս հաշիվ տանք մեզ, որ մենք կանգնում ենք առաջի գծում եւ հնարավոր է, որ մենք բավական լուրջ խոցելի հատվածներ ունենանք մեր կյանքում եւ տեղ տանք սատանային։ Կրկին անգամ ուզում եմ հիշեցնել, որ այս հարթակը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր եկեղեցիներից դուրս են եւ չի հավակնում եկեղեցիներից դուրս գալ պարտադրել։ Ուշադրություն դարձրեք, ինչ եմ նորից եմ կրկնում։ Այս հարթակը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր եկեղեցիներից դուրս են եւ չի հավակնում, չի ողջունում եկեղեցիներից դուրս գալ, չի պարտադրում։ Բայց միայն նրանց համար, ովքեր իրենց սեփական որոշումով են ինչ որ քայլեր արել եւ հիմա հայտնվել են եկեղեցուց դուրս։ Այս հարթակը նրանց համար է։ Կամ նրանց համար, ովքեր որ միայնակ են եւ չունեն որևէ տեղ գնալու։ Սակայն նրանք, ովքեր վերստին ծնված են, որ որևէ եկեղեցի էլ չեն հաճախում, պետք է իմանան, որ ցանկություն հայտնելով մեր on-line ուսուցումներին մասնակցել, սա եկեղեցի է։ Սա եկեղեցի է։ Մի մարդ չի կարող երկու տարբեր եկեղեցիների անդամ լինել տարբեր վարդապետություն ունենալով։ Եվ այսպիսի անձիկ երկու մեծ սխալ են թույլ տալիս։ Ապրում են ունենալով երկու վարդապետություն եւ ազնիվ չեն։ Եվ երկրորդ, այսպիսի անձնավորությունները վաղ թե ուշ կանգնելու են փաստի առաջ, որովհետև հակառակորդը իրանց այս խմբի մեջ չի կարողանալու տեսնել, խոցելի են իրենք լինելու, որովհետև ազնիվ չեն։ Հետևաբար մենք, որ հիմա արդեն թևակողել ենք մի փուլ, հիմա ես դա եմ ուզում ասել, եւ էլի շատ ընտանիքներ, որոնք ունեն նաեւ իրենց մեջ անդամներ կամ էլ ոչ անդամներ, տարածիորեն հիմա ես պիտի վկայեմ այդ փաստը, թե ինչ տեղի ունեցավ այս գիշեր։ Ես սովորաբար ուշ եմ քնում, բայց ու սպասում եմ, որ տղաս աշխատանքից գա, շատ ուշ է գալիս հաճախ, որի աղոթքի մեջ իր անունը շատ հաճախ է տրվում եւ գոհանում եմ Աստծուց դրա համար։ Ես որոշեցի մի փոքր շուտ քնել, այսինքն դա շուտը իմ համար 11-12-ը գիշերվա, բայց ժամը 1-ին արթնացա։ Արթնացա ու էլ չկարողացա քնել։ Նման դեպքում գիրք ենք կարդում, աղոթում ենք եւ մինչեւ ժամը 4-ը։ Երբ որ ես ուզեցի պարկել քնեմ, ես հասկացա, որ էլի չեմ կարողանում քնել։ Վեր կացա նորից աղոթեցի։
Եվ աղոթքից մեջ ես իմ ընտանիքի, իմ թորների, իմ երեխաների անուններն էի տալիս Սուրբ Հոգով։ Առավոտյան պարզվեց, որ իսկապես լուրջ փորձություն էր ծրագրել հակառակորդն իմ ընտանիքի դեմ։ Ես շատ հաճախ որ ասում էի ձեզ, որ սա հենց այնպես չի տրվում, այս պաշտամունքները, ես սրանքի նկատի ունեմ։ Իմ թորնիկը երրորդ կարգի այրվածքով հիմա բարկած է այրվածքաբանական կենտրոնում։ Ճաշը ամբողջովին տաք վիճակում, ինչ ձերքը գցել է, մի խոսքով թափվել է վրան, հիմա ինքը այնտեղ։ Բայց սա դեռ բոլորը չէր։ Տղան Ծաղկաձորից գալուց մեքենան մի քանի անգամ պտտվում եւ հետևի բագաժնիկը խփում է դիմացի ծառին եւ լավա չի անցնում հաջորդ պալասան, այսպես ասած, որտեղից արդեն Չայնիից վերև շատ մեծ հոսքով մեքենաներ են գնում։ Սառույց էր ամբողջ։ Իմ տղան անվնաս է մնում։ Բայց իր համար էլ էր աղոթ գնում այդ գիշեր։ Ես չէի աղոթում, դա Սուրբ Հոգին էր անում։ Եվ այսպիսի վկայություններ կարող ենք ցանկացածս անել մեր ընտանիքներում, բայց սա յուրօրինակ է, սա յուրահատուկ է։ Ինչու՞մ է կայանում սրա յուրահատուկ լինելը։ Քիչ առաջ ինչ որ ես ասեցի այս հարթակի վերաբերյալ, պաշտամունքների եւ այլնի վերաբերյալ, ես հիմա փորձում եմ նաեւ Աստծո խոսքով հիմնավորել այն ինչ որ քիչ առաջ լսեցիք։ Ուրեմն այնպես որ սա եւ ավետարանչական ժողով է, եւ ուսուցողական։ Ուզում եմ ամենայն ուշադրությամբ եւ լրջությամբ լսեք, որովհետեւ մեր խոսքը գետնին չի մնում։ Ես համարձակվում եմ ասել, որ մեծ երկյուղով եմ խոսում, որ հաճախ այդ խոսքս, որ խոսում եմ ձեր համար կամ բոլորիս համար, դա ունի իր հեղինակությունը։ Եվ այն, որ հակառակորդը հիմա իսկապես դիսկոմֆորտի մեջ է ընկել, դա հասկանալի է, որովհետեւ աղոթքաշողով ենք ուզում ստեղծել։ Ոչ միայն դա, այլ մեր տանն էլ աղոթքաշողով ենք ուզում անել։ Եվ այս որոշումներից հետո էր, որ այս ամենը մենք տեսնում ենք, որ կարծես թե ձնագնդի էֆեկտի պես հակառակորդը փորձել է ինչ որ բարդություններ ստեղծել։ Մեր համար պաշտամունքը, աղոթքը դա սովորույթի բան չի։ Սրանք ռեալ բաներ են։ Գուցե շատ հաճախ գիտելիք եք մենակ կամ եղբորից ստացել։ Բայց ես կոչ կանեի ձեզ, որպեսզի մի հատ դեմ առ դեմ դուք կարողանայիք ձեզ քննել ու տեսնել արդյոք ճանաչելի եք նաև սատանայի առաջ։ Կարող եք ասել, ես ինչ ասում կամ եղբայրը։ Բայց պարզվում է, որ մենք պետք է իսկապես հայտնի լինենք աշխարհին էլ եւ նաև այն կողմնային աշխարհին էլ լավ հասկանալի ու ճանաչելի լինենք, ովքեր ենք մենք։ Հիշում եք, երբ որ Սկևիա քահանայի 7 որդիներին դևը պատառոտում էր։ Ասեց, ճանաչում եմ, Հիսուսին գիտեմ, Պողոսին էլ ճանաչում եմ։ Երբ որ դևը ներսից քո անունը կտա ու կասի, թե դու ով ես, դու կարող ես համարձակ լինել, որ իսկապես օձերի կարիճների վրայով գնացող ես։ Ես հիմա այս խոսքը այսօր որ ձեզ եմ ուղում, այս վերջին իրադարձությունները ինձ հուշեցին, որ ավելի կոնկրետացնենք այն ինչ ենք մենք ուզում անել, որովհետև առջևում շատ բաներ ունենք անելու։ Եվ այդ շատ բաները, որ մենք ուզում ենք անել, դա մեր գաղափարից չի։ Ես ոչինչ չեմ թաքցնում։ Ես ամենը պետք է բերեմ մեջտեղ։ Իսկ հակառակորդի նպատակը միշտ ծածուկում ինչ որ բաներ անելն է։ Պարուս Սևակը մի շատ լավ խոսք ունի։ Անկեղծ լինում են նրանք, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն։ Անկեղծ լինում են նրանք, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն։ Եվ չեմ ասում ինձ լսեք, ձեր վարդապետությունը սխալ է։ Նման բան ես չեմ արել ու չեմ էլ անելու։ Բայց ես միաժամանակ խնդրում եմ, որ ոչ ոք չունենա երկու վարդապետություն այն եկեղեցուն, որում ես եմ։ Առակաց 3:18-ում լսում ենք. Նա կենաց ծառ է նրանց համար, որ բռնել են նրան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանե։ Ուրեմն պինդ բռնողին, այսինքն
Աստծո խոսքը ամեն բանից վեր դասող անձնավորությունը կյանքի ծառը Տիրոջ խոսքը եթե ինքը պինդ բռնել, այսպիսի անձնավորությունը որևէ խնդիր չունի։ Եբրայեցիս 11-րդ գլխում մենք կարդում ենք հետևյալը։ Այս պատմությունը բոլորդ շատ լավ գիտեք, բայց այստեղից մի հատ լավ դաս ունենք առնելու։ Որտեվ ես ելի եմ կրկնում, չեմ ուզում ոչ մեկի ահաբեկել, բայց ես հասկացում եմ մի բան, որ ինձ հետ հաղորդ լինող անձնավորությունը պիտի համաձայնվի իմ հետ արչևում լինել, թիկունքից չլինել։ Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ մենք կարդում ենք 28-րդ խոսքում Պողոս առաքյալը շատ հրաշալի կերպով ներկայացնում է Մովսեսի ժամանակները։ Եվ հավատքի հերոսների մասին երբ որ խոսում է, այսպիսի խոսքեր է ասում։ Հավատքով արավ Զատիկը եւ Արյունի սրսկումը, որ առաջինիկներին սատակիչը չմոտենա նրանց։ Ուրեմն հավատքով արավ Զատիկը եւ Արյունի սրսկումը, որ առաջինեկներին սատակիչը չմոտենա նրանց։ Այդ արյան դրանդիկների վրա քսելը շատ հստակ մի նպատակ ուներ, որ ասես Տերը իմ սադագիչ հրեշտակն անցնելու է, եւ ով այդ արյունը չունենա իր դրանդիկների վրա, նա պիտի խփվի։ Եվ հիմա ձեզ մի հատ հայտնություն։ Մենք հայտնության գրքի մեջ գիրքն ենք տեսնում, ոչ ոք չկար, որ այդ գիրքը բանար եւ այլն, եւ եկավ ասեց մի լացիր, հաղթեց Դավթի սերունդից եղող առյուծը, Հուդայի առյուծը հաղթեց։ Բայց ոնց հաղթեց իր արյամբ։ Շեներ, այդ գրքի վրա Հիսուսի արյունը կա։ Եվ այդ արյան տակ եղող գիրքն ու վարդապետությունը չի կարող փոխվել։ Հասկանում եք։ Ինչքան ուզում եք տեսեք փոխված, խնդիր չի դա։ Բայց պաշտպանությունը այդ արյան տակ է։ Իսկ այդ արյան տակ Քրիստոսի ուսմունքն է։ Զատիկի վարդապետությունը Մովսեսը հստակ տվեց, իրան ցույց տվեց ինչպես պիտի անեն։ Մենակ արյունը քսելը չէր։ Այլ կան այնտեղ նաև հավատքի էլեմենտ։ Իսկ հավատքը լսելուց է լսելն Աստծո խոսքից։ 91-րդ Սաղմոսի մեջ շատ բարձ մենք լսում ենք։ Բարձրալի ծածկոցի տակ բնակողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Դու հայտնվել ես բարձրալի ծածկոցի տակ, թե ոչ։ Ամբողջ հարցը սա է, որ մենք բոլորս հավատքով մեր գիտակցությամբ ինչ-որ բաներ կարող է լսենք, ընդունենք, պատմականորեն էլ հավատանք, բայց պրակտիկ կյանքի մեջ Աստված քննում է մեր սրտերը եւ հանկարծ պարզվում է, որ իմ դավանությունը իրավական հիմք չունի, որովհետեւ մեղքի մեջ եմ։ Երբ որ ես մեղքից ազատ կլինեմ, նոր կհայտնվեմ Հիսուսի արյան տակ։ Հնարավոր բան չի ես Հիսուսի արյան դավանություն ունենամ, բայց միաժամանակ մեղքի մեջ ապրեմ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մի հատ Ելիս 12-րդ գլխի 23-րդ խոսքը լսենք։ Եվ Եհովան Եգիպտացիներին զարկելու համար պիտի անցնե։ Եվ երբ դրան վրա Սեմի եւ երկու դրանդիների վրա արյուն տեսնի, այն ժամանակ Եհովան այն դրան վերայիցը կանցնե։ Եվ չի թողիլ սատակչին, որ ձեր տները մտնե ձեզ զարկելու համար։ Հասկանալի է։ Չի թողի, դու պաշտպանված ես։ Ես պաշտպանված եմ փառք Տիրոջը։ Արավիկն ու փորձությունը կա, գալիս է։ Բայց ես պաշտպանված եմ։ Ինչ եմ պաշտպանված։ Որովհետև արդարի աղոթքը զորավոր է։ Իմ տան շուրջ այդ ցանկը կա։ Եվ հիմա ես մի կարևոր համարել եմ ձեզ ուզում ներկայացնել։ Դուք հիշում եք Աբրահամին, երբ որ երևացին երկնքից էակներ, հրեշտակներ եւ Տերը, եւ ասեցին, որ գնում են դեպի Սոդոմ Գոմոր։ Գնում են Սոդոմ Գոմոր։
Ինչու համար են գնում, որպեսզի Սոդոմ Գոմորը կործանեն։ Ուրեմն Ծննդոց 18-ի 20-ից 33-ը լսենք։ 18-րդ գլուխ 20-ից 33։ Որովհետև Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացավ, եւ որովհետև նրանց մեղքն էլ շատ ծանրացավ, ուստի իջնեմ եւ տեսնեմ, թե ինձ մոտ եկած աղաղակի պես արին բոլորը, կամ եթե ոչ, որ գիտենամ։ Եվ այն մարդիկը այնտեղից դուրս եկան դեպի Սոդոմ գնացին, եւ Աբրահամը տակավին կանգնած էր Եհովայի առաջին։ Եվ Աբրահամը մոտեցավ եւ ասեց. «Միթե ամբարիշտի հետ արդարն էլ կկորցնես։ Գուցե այն քաղաքի մեջ 50 արդար, միթե նրանց կկորցնես եւ չես խնայել այն 50 արդարի համար, որ նրանում են»։ Եվ պատմությունը գիտեք, որ անընդհատ խոսակցությունը գնում է այնքան, մինչեւ որ սպառում է Աբրահամը իր բարեխոսությունը իր տրամաբանությամբ, հասկանալով, որ գոնե 10 հոգի կլինեն այնտեղ, առնվազն Ղովտը եւ իր ընտանիքը եւ մի երկուսն էլ ասենք ապաշխարած կլինեն։ Եվ Տերն ասեց, այն 10-ի համար էլ չեմ կորցնել։ Եվ Եհովան գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսքը վերջացրել էր։ Եվ Աբրահամը ետ դարձավ իր տեղը։ Հիմա երբ որ մենք 19-րդ գլուխ 20-րդ խոսքն ենք կարդում, եւ եղավ, երբ որ Աստված այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին եւ հանեց Ղովտին այն կործանումի միջիցը, երբ որ կործանում էր այն քաղաքները, որոնցում Ղովտը բնակվում էր։ Աբրահամի խնդրվածքը չփրկեց Սոդոմ Գոմորը, բայց արդար էր։ Ինչու արդարի աղոթքը զորավոր չեղավ։ Եվ մեկ ուրիշ հարց է այստեղ կարևորվում։ Մենք քիչ առաջ լսեցինք, որ գրվածքն ասում է, որովհետև Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացավ, եւ որովհետև նրանց մեղքն էլ շատ ծանրացավ։ Հիմա ուշադիր։ Սոդոմ Գոմորի աղաղակը բարձրացել է, բայց Ղովտի աղաղակը խլացել է։ Ղովտը թեպետ արդար է, բայց իր աղաղակը խլացել է։ Աստված ինչի՞ չի ասում, մենակ Ղովտի աղոթքն եմ լսում։ Ղովտի աղաղակը Սոդոմից երկինք չի բարձրանում։ Եթե ձեզանից մեկը մտածում է, որ ինքը Ղովտը փրկվեց, որովհետև գրված է միայն արդար Ղովտին Տերը հանեց, եւ դա իր այդպես ասած արժանիքն էր Ղովտի, որովհետև արդար է գրված իր մասին, չարաչար սխալվում եք։ Այստեղ գրվածն ասում է, որ Աստված հիշեց Աբրահամին եւ հանեց Ղովտին։ Եթե դուք ուզում եք, որպեսզի ձեր աղոթքը նպատակին ծառայի, ապա սա լավ հիշեք, եթե դուք արդար եք, ձեր աղոթքը արդարին է հանելու մեջ, ասենք փորձություններից, որի ընթացքը թերևս ով էր բռնել Ղովտին։ Մի անգամ Սոդոմից Տերը իրան հանեց, ազատեց, պատերազմի ժամանակ հիշում եք, զորով գերի տարան, էլի այս մարդը վեր կացավ, գնաց էլի իր տեղը։ Բայց մենք տեսնում ենք, որ երկրորդ անգամ Աստված իր ողորմությունն անում, այն էլ Աբրահամին հիշելով։ Եվ Տերը Աբրահամին ինչ ուզեց հասկացնի։ Ամբարիշտի համար չաղոթեցել։ Մեղավորի համար, անազնիվ մարդու համար չաղոթես դու ինձ։ Մեզ այսօր ասում են աղոթեք մեր համար։ Մեկ էլ ես տեսնում Facebook-ում նավալով այսպես գալիս է, աղոթեք ես ինչ, աղոթեք են ինչ, աղոթեք են ինչ համար։ Եղբայր սպասել։ Ես կնոնավոր չեմ, ես ուզում եմ հասկանալ իմ քայլի լրջությունը։ Հասկանում եք։ Եվ դրա համար Երեմիայի 9-րդ գլխի մեջ այսպես է գրված, մենք այսօր չենք հասկանում, որ նմանատիպ ժամանակներում ենք ապրում։ Երեմիայի 9-րդ գլուխ 21-24 խոսքերը լսենք։ Շատ խիստ խոսքեր են, բայց մենք ապրում ենք կարծես թե այդ օրերի մեջ։ Եվ մենք աստվածապաշտության լրջությունը այնքան խորը չենք հասկացել։ Բայց հիմա երբ որ մենք ուզում ենք խորությունների մեջ գնալ, մենք զգուշացնում ենք ընդամենը։ Նայեք, ոչ մեկս մեկին չենք ուզում խաբել։
Դուք էլ ձեզ մի խաբեք։ Որովհետև մահը վեր ելավ մեր պատուհանները, մտավ մեր պալատները, որ բնաջին ջանի երեխային փողոցից, երիտասարդներին հրապարակներից, ասիր թե Տերն այսպես է ասում, թե մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն ինչպես աղբը դաշտի երեսի վրա, և ինչպես խուրձեր հնձողի ետևին, որ ժողովուրդ չլինի, այսպես է ասում Տերը, իմաստունը իր իմաստությունով չպարծենա, զորավորը իր զորությունով չպարծենա, հարուստը իր հարստությունով չպարծենա, այդ սրանով պարծենա, ով որ պարծենում է թե հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում, ասում է Տերը։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ իրապես մահը ցերեկ ու գիշեր չի ճանաչում, բայց միաժամանակ մենք այստեղ տեսնում ենք, որ կան պարծեցողներ, և այդ պարծեցողները իմաստուն այդպես հանճարեղ միտք ունեցող անձիկ են համարվում, զորավորները պարծենում են, հարուստները հարստությունով պարծենում են, և առաքյալն ասում է, բանը նա չէ, որ մարդն ինքն է իրան ներկայացնում, հապա որ Տերն է որոշում։ Մենք ունենք այդ համարձակությունը ասելու, որ ճանաչված ենք Աստծո առջև և իրանից էլ։ Սա ոչ թե այն է, որ ես կարող եմ չասել ու հանկարծ ասելով էլ ասեք, ես ինչ ասում, պարծենում, այո, ինքա տալիս ինձ Աստծո խոսքը։ Որ ես կարող եմ իմ Տերով իրոք պարծենալ, ոչ թե ես իմ գիտելիքներով ու իմաստությունով, հարստությունով, հանճարով և այլն, այլ որ Սուրբ Հոգին իմ ներսից խոսում է իմ հետ։ Եվ սա է կարևորը, որ Տերը քեզ որոշի։ Եվ այսօր սիրելիներ, մենք պետք է մի հատ մեզ հաշիվ տանք։ Մեկ սիրտ, մեկ շունչ, մեկ հոգի լինելը Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ առաջի դարի եկեղեցու մեջ Սուրբ Հոգու գործն է եղել։ Ես ձեզանից ոչ մեկին ոչ համոզելու կարիք ունեմ մեկ շունչ լինելու, մեկ հոգի կամ չգիտեմ, մեկ միտք եւ այլն։ Չունեմ այդ կարիք։ Դա Սուրբ Հոգու գործն է, դա ես չեմ կարող անել։ Բայց ես կարող եմ զգուշացնել, որ մենք հիմա թևակողում ենք մի փուլ, այո, նորից եմ կրկնում, ես չեմ կանգնելու սրանից, թե մեր ուսուցումներով, որովհետև ինչ որոշել էինք նախկինում անել, հիմա իմ վրա այդ Աստծո երկյուղը կա, որ եթե ես հանկարծ չբազմապատկեմ սրանք եւ չավելացնեմ, Տերը պահանջելու է ինձանից։ Եվ դրա համար ես նորից եմ ուզում ասել, լավ հաշվարկեք ձեր ընթացքը եւ այս խումբը նորից շարունակելու է լինել, դուք նորից կմասնակցեք, բայց լինելու է մի հատ աղոթքի խումբ, որին ամենքը չէ որ մասնակցելու եք։ Եվ այստեղ արդեն լուրջ ձեր սրտերը Աստծո հետ քննելու հարց ունեք, որովհետև այդ աղոթքի խումբը պատրաստվում է իր վրա հակառակորդի հարձակումներ ընդունելու։ Տարածիորեն երբ է, չեմ հիշում, քանի օր առաջ էր խոսեցինք եւ հանկարծ այսպեսի ասեն գրող եղավ եւ հասկանալի էր, որ Աստված սկզբում, ինչպես գրված է, Տերը զորահանդես անում եւ իր զորքը աչքի է անցկացնում։ Գեդեոնի օրինակը հիշում եք։ Տասնյակ հազարավորներ պատրաստ էին Գեդեոնի հետ մարտի դաշտ դուրս գալու, Տերն ասից շատ են, չէ։ Իջեցրեց ու պարզվեց ընդամենը 300-ն էին։ Դուք գիտեք, որ մեկ-մեկ ես մտածում եմ, ասում եմ, շատ հետաքրքիր է, էլի, որ հարց եկեղեցի, այսքան որ ասում ենք։ Հարավանություններն ու կրոնական կազմակերպությունները այնքան են իրենց համոզիչ կերպով վարդապետել իրենց կրոնական, որ բոլորի գլխի տակ փափուկ բարձ հադրված, որ ինքը հենց այդ հափշտակվող ու հարց եկեղեցու անդամը լինող անձն է։ Բայց ես շարունակ ձեզ ասում եմ, Աստծուց անձամբ վկայություն պիտի ունենաք դուք։ Այսօր այս երկրի վրա, որ դուք նրանն եք։ Բանվանար չի, որ ինչ որ դու ես հասկացել քո համար։ Ուրեմն ես էլի ուզում եմ, որ մենք մեծ երկյուղով մենք մեզ անձնաքննության առջև կանգնեցնենք։ Ձեր ընտրությունը
նախ Աստծո հետ հարաբերությունից արեք ձեր ամեն ընթացքը եւ երկրորդ հիշեք Երեմիա մարգարեության խոսքը այսօր որ գլուխը դնում ես բարձին հիշիր որ հնարավոր է առավոտը չարթնանաս բայց եթե Տերը քեզ կյանք շնորհել ուրեմն այդ վարքյանները ժամերը գրված է մեծ երկյուղով անցկացրեք եւ ունայն ու օտար բաներով չզբաղվենք Վստահ եմ, որ խոսքս ոչ մեկը չի անձնավորում իր համար, որտեղ իմ ասելիքիս մեջ նպատակը սա չէ, որպեսզի ես ամեն մեկիդ ահաբեկեմ եւ ասեմ, գիտեք ինչ, ես լավից ամեն մեկը իսկապես հավատքով մի օր կանգնի Աստծո առաջ եւ իր անձը քննության բերի։ Նորից եմ ասում, մեր կյանքի վարքյանների ժամերի Տերը մենք չենք։ Երեմիա մարգարեն ասում է, որ մահը վեր ելավ մեր պատուհանները, մտավ մեր պալատները, որ բնաջինջան է։ Սատակիչ հրեշտակը Եգիպտոսում շրջում էր, որովհետև հրահանգ էր իջել վերևից։ Եվ ովքեր պիտի զարկվեին։ Պիտի զարկվեին նրանք, որ իրենց իմաստուն են կարծում։ Նրանք, ովքեր իրենց զորավոր են կարծում, նրանք, ովքեր իրենց հարուստ են կարծում։ Դրանք բոլորն են պիտի զարկվեն։ Բայց Տերն ասում է, սրանով պարծենա, ով որ պարծենում է, այս համարը դու կարող ես շատ եք լսել, բայց ես ասում եմ, սխալ եք լսել։ Ինչի եք սխալ լսել, որովհետև քարոզիչը չունի վկայություն։ Թերևս, չգիտեմ։ Եթե ունի փարտիրոջը, եթե լսել եք մեկը, որ ասում է, այո, ես պարծենում եմ, որովհետև ճանաչել եմ, որ ինքն է Տերը, երկրի վրա որ ողորմություն է անում, արդարություն է անում, եւ սրանց է հավանում։ Եվ ինչպես որ նաև մենք կարդում ենք, Աստվածանից լինողները նրանից ճանաչված են, եւ Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են։ Եվ ունեն այդ վկայությունը իրանց ներսից, ոչ թե որ իրենք են համոզել իրենց։ Քրիստոնեության բոլոր վարդապետությունը, բոլոր այբուբենի իմացի ծայրից ծայր։ Սա դեռ չի նշանակում, որ դու ճանաչեցիր Աստծուն։ Դե պրակտիկ կյանքիդ մեջ դու նրա հետ հաղորդ չես։ Աորեր կգան ասում է Տերը, որ պիտի այցելեմ բոլոր թլպատվածներին եւ անթլպատներին։ Եվ հետո ներքևում տեսեք ինչ ասում, որովհետև բոլոր ազգերը անթլպատ են, բայց բոլոր Իսրայելի տունը անթլպատ է սրտով։ Եթե մեր սիրտն այսօր թլպատված է Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգին եկել է մեր մեջ ապրում, նա Աստված է։ Բայց մի հատ կուզեմ, որպեսզի ամեն օր նստես ու մի հատ մտածես, ոնց Աստված իմ մեջ է։ Ինչի համար է իմ մեջ։ Ինչի համար է իմ մեջ։ Մի հատ մտածեք սրա մասին։ Աստված Սուրբ Հոգով իմ մեջ է, լեզուներով աղոթելու համար մենակ։ Ինքը կենթանի Աստված է։ Ինքն ուզում է, որպեսզի քո հետ զրույց ունենա։ Այո, Սուրբ Հոգու 27 գործողություններից հատկապես սա ես ընդգծում եմ ու առանձնացնում եմ, եւ սա դուրների չի գալիս։ 50-ականների դուրը չի գալիս, խարիզմատներն էլ իրաց ձևով են հասկանում։ Այսինքն մի ծայրահեղության մեջ գնաս, Տերես ասես, բայց բան չի ասել Տերը։ Լսում, եպիսկոպոս Մարտա խոսում անեց, ոնց էր Աստված իր անգերն է։ Առանց երկյուղի։ Մի խաբվեք, ժողովուրդ ջան։ Բայց եթե ուզում եք ձեր խնդիրն է։ Ոչ ոք չի կարող մեկի ձեռքից բռնել եւ համոզել, որ գիտես ինչ կա, դու խաբված ես, կանգ առ։ Բայց ես վստահություն ունեմ, ես համոզվածություն ունեմ, որ ինչպես որ Տերն ասել է պիտի շարժի, որպեսզի Երևան անշարժները, մենք ապրում ենք այդ ժամանակներում։ Եվ հիմա արժեքների վերարժեքավորումը պետք մեր սրտերում անենք ու տեսնենք որքանով ենք մենք կոտրված Տիրոջ առաջ եւ Աստծո խոսքը Քրիստոսի վարդապետությունը երևակայելով չենք էլի ընդունում։ Բա որ եթե կարողա հասել եմ չէ՞ այսպես, ինչ է այսպիսի խոսողները լրիվ հերետիկոսներ են եւ աղանդավորներ են։ Աստծո խոսքի մեջ այո եւ ամեն կա, վերջ։
Դրանից ավելին գրվածը չարիցն է։ Բացատրում ես, ասում ես, սա է Աստծո խոսքն ասում։ Ասում եմ, բավոր սենց, ասում եմ, ես էլ ասելիք չունեմ քեզ։ Եթե դու բավոր ես ասում Աստծո խոսքը քեզ ներկայացնելուց հետո, եւ այդ բավորը գնում է քո ֆանտազիայից ու երևակայությունից, ես քեզ շատ բան չունեմ ասելու։ Դու պիտի կատարելապես հնազանդես ինչա գրված Աստծո խոսքում։ Ես հավանում եմ բանավեճը, առողջ բանավեճը։ Պատմական գիտելիքներ են մեջտեղ բերում, ասում եմ, սիրելիս, դրանք լավ չգիտես դու։ Ես այդ քո գիտելիքները ունեմ, հիմա բերեմ քո առաջ ու տեսնես, որ դու խաբված ես։ Հա, վերջում համոզվում է մարդը, որ իրան խաբում են։ Հասկանում եք, սիրելիներ։ Եվ դրա համար այսօր չի կարող նախանձավոր անձի սիրտը այսպես չխոսել, սիրելիներ։ Ձեզ խնայելու համար եմ անում սա, որովհետև առաջիկայում մենք մի ոլորտ ենք մտնելու, որում այսօրվա զրույցը, որ Աստծո առջև եմ անում, նույնպես Տերը չի խնայելու նրանց, ովքեր որ հոգով եւ ճշմարտությամբ երկրպագել է, իրանք իրանց ձևով կհասկանան։ Ուրեմն ես նորից ուզում եմ սա շեշտել, ու սրանով ես այս թեման ուզում եմ փակել եւ միանշանակորեն նրանք էլ որ լրիվ չեն ապաշխարած հիշեն։ Տերը քեզ մի անգամ ձեր կմեկնի, երկու անգամ, երեք անգամ, բայց նաև իր ողորմությունը թեպետ Հավիտյանը, բայց անսահման չի։ Իմ խոսքս լսում են էլի ուրիշները, եւ լսելու են ուրիշները, եւ խոսքս ուղղված է շատ շատերին, ովքեր որ նմանատիպ փորձություններից 100 անգամներ ազատվել են, բայց դեռ իրենց սիրտն Աստծուն չեն տվել։ Նաև այդ բաժնի համար եմ խոսք ասում, որ լավ հիշեն։ Երեմիան ասում է, որ մահը շրջում է ամենտեղ։ Աստծուց երկյուղ ունեցեք, գնահատեք ձեր կյանքը, ձեր ժամերը։ Շտկեք ձեր հարաբերությունը Աստծո հետ, եթե չեք ապաշխարած, լիարժեք ապաշխարեք ու Աստծուն տրվեք։ Որոշներն ապաշխարել են, գիտեք, ոչ թե որ հավատալով, որ Աստված կա։ Որոշներն ապաշխարել են հավատալով, որ Սատանա կա։ Պատկերացնում եք։ Այսինքն Սատանայի գոյությունը, որ իրանք իմացել են կա, ստիպել է, որ իրանք հավատան, որ Աստված էլ կա։ Երբ որ ես Քրիստ ռեժիմի բանտում ավետարանում էի, բանտի պետը, երբ որ ինձ ստորագրություն էր ուզում բանտ մտնելու համար, խուցերը մտնելու համար, ինձ ասեց, եղբայր, ասեց, ես կարող Աստծուն չեմ հավատում, բայց Սատանային հավատում եմ։ Որովհետև այստեղ այնպիսի մարդիկ են նստած, ու այնպիսի խնջույքներ ու սեղաններ են անում, որ ինչ չափով ոնց էլ մենք ուզենանք հսկենք, բան անենք, որ խմիչք, նարկոտիկ չմտնի այստեղ, միևնույն է, դրանք էլի դրանք ունեն։ Բայց սա չի խնդիրը։ Խնդիրը սա է, որ ինչի համար մենք բախվենք ինչ-որ մի երևույթների հետ, եւ հանկարծ գա ժամանակն ու Աստված ասի, չէ, դու սպառել ես քո ժամանակ։ Արդեն հաշիվ տալու ժամանակն է։ Ինչպես ժողովող գրքում գրված է, ամեն բանի ատենը կա։ Սերներ, ամեն լավ բան անելը չի, որ Աստծո առաջ լավ է համարվում։ Դուք հո լավ գիտեք Աբելի ու Կայենի լավը որն էր։ Մենք հաճախ Կայենի զոհերն ենք ուզում անել Աստծո առաջ, չհասկանալով, որ Աստծո առաջ զզվել են դրանք։ Եվ ես ուզում եմ նորից ու նորից սրան բերել։ Եթե իրապես այն հասակը ունեք հոգևոր կյանքի, որ մեկ շունչ, մեկ հոգի եք ուզում լինել, այ հիմա ինձ այդ հարցերն են տվել եւ այդ հարցերի պատասխանը իմ մոտ ես սուր գրքից ծերտել եմ, աղոթել եմ, որպեսզի այդ հարցի շուրջ խոսեմ, պատասխանեմ, հաղորդության հարցը ոնց ենք անելու կամ եղբայր։ Տրվել է հարցը։ Ես էլ պատասխանել եմ։ Ու ինչն էր պատճառը, այսինքն իմ գրավոր բանով եմ պատասխանել, դեռևս ես չեմ ներկայացրել, բայց տեսեք ինչ մեծ փորձությունից է ինձ Աստված պահել, որ հանկարծ այդ խայծը կուլ չտալի եւ հանկարծ մտածեի, գիտես ինչ կա, դե հա, վերջո այս մարդիկ արդեն մասնակցում են, Աստծո խոսք են լսում եւ այլն, ուսուցում ենք տալիս իրենց, ժամանակն է գուցե նաեւ ոչ, տենց բան չկա, սեներ։ Ես չեմ ուզում Անանիայի, Սապիրայի օրն ընկնող մարդիկ տեսնել իմ ծառայության մեջ։ Բայց ես համարձակ ասում եմ, որ ինքս էլ Աստծո առաջ առանց ինձ խնայելու կանգնեցրել եմ,
Ինչպես Արաքյալը ասում է, որ մենք մահապարտների պես ենք, ջնջոց եղանք աշխարհին, ոչինչ ենք համարվում եւ այլն։ Եվ ուզում ենք, որպեսզի իրոք մեր մեջ գործի մենակ Աստծո հոգին։ Նպատակը սա էր, որպեսզի մի հատ փորձենք հասկանալ մեր սրտերը ինչքանով է ջերմացել Տերովը։ Դուք հիշում եք մի շաբաթ առաջ, այս օրը համարյա, ես խոսքիս մեջ ասեցի, որ շատերի սրտերը տաք չեն Տիրոջ նկատմամբ։ Ես ոտի մեջ չասեցի։ Եվ անգամ որոշակիորեն ձեր մեջ եղած անդամներից հետ, որոշների հետ ես առանցին խոսեցի։ Նպատակս որն է, որպեսզի այն զանազանությունը, որ այսօր Աստված տալիս է, ես չմնամ, ասենք, միայն իմ համար ունեցած այդ զանազանություն։ Ես ուզում եմ նաև մենք բոլորս իսկապես Տերիցը առածը մի հատ քննենք մեր մեջ։ Ուրեմն ճշտեք ձեր տեղերը, ժողովուրդ ջան։ Բայց ես ուզում եմ, որպեսզի սեներ, մենք ունենանք նույն խոսքը, նույն վարդապետությունը։ Եվ չլինի հանկարծ մեր համար, գիտեք, այսպես մի անգամ եմ ասել, չէ, համստեղեց, կարևորը մենակ ինչ-որ գիտելիքներ լցնելն է։ Ընդ որում, ես շատ բարեկամներ էլ ունեմ, որ ապաշխարել են, տարբեր եկեղեցիներում են եւ ցանկություն են հայտնել լինել այս խմբի մեջ, բայց ես մերժել եմ իրանց։ Ասեմ, ձեր տեղն այնտեղ է։ Դրա համար ես հետ վիզուալ առումով մենք մեկտեղ չենք հավաքվում, իրար հետ հաշ չենք կտրում, սիրելիներ, որպեսզի ջերմությունն ու քաղցրությունը մեր իրար տեսնենք ու վայելենք։ Մենք դա չենք տեսնում։ Եվ սա է հենց ամենակարևոր խոչընդոտը, որ մենք տարածության ու հեռավորության վրա այդ ջերմությունը հաճախ չենք կարողանում տեսնել։ Որը հնարավոր է։ Հնարավոր է, եթե մեր հարաբերությունը Աստծո հետ անկեղծորեն ճիշտ հարաբերություն լինի։ Ուրեմն իմ ասածը սա է, որ նրանք ովքեր որ չեն ապաշխարած հիշեն, Երեմիա 9-րդ գլուխը նորից մի հատ նայեն։ Մահը շրջում է։ Եվ մեկ օր հանկարծ իրավունքով գալիս է ու մարդուն արդեն ասում է, որ վերջ քո ժամանակն ավարտվել է։ Իսկ Աստծո զավակը ունի Աստծուց հայտնություն, որտեղ ընթացք ունի։ Ես ունեմ այդ հայտնությունը, որ ունեմ ընթացք։ Խոստմունքներ Տերիցը։ Թող Աստված օրհնի սերներ, որ ձեզանից ամեն մեկը Տիրոջ հետ կենթանի հաղորդակցությունից ունենա այդ վկայությունը։ Սա ընդամենը ես ասեցի, զգուշացնելով մի նպատակի համար, որ մոտ ժամանակներս, որի մեջ մենք արդեն գնում ենք, դժվար է լինելու նրանց համար, որոնց սիրտը ուղիղ չի եւ ազնիվ չեն։ Ուրեմն փակում եմ այսօրվա խոսքը սրանով, վստահ լինելով, որ ամենքը ձերը կառնեք այս խոսքերի մեջ եւ այս խոսքը այսօրվա քննարկման չի ենթարկվելու։ Եթե որևէ մեկը ցանկացավ այսօրվա խոսքս կարոզես արծարծել, չի լինելու դա։ Չի լինելու դա, որովհետև ես համոզելու խնդիր չեմ տեսնում։ Իսկ մնացածը սերներ, իմ սերը չի փոխվել բոլորիդ նկատմամբ նույնն է, ես շատ սիրում եմ բոլորիդ էլ, բայց ես ուզում եմ ձեր հակառակորդին ճանաչեք, դա ձեր սիրտն է հաճախ։ Որտեղ տեղ գտնելով հակառակորդը իր գործը կփորձի անել։ Ընդամենը սա։ Եվ նաև սրան զուգահեռ մենք արդեն խոսենք այն մասին, Աստծո հոգով մենք ժամանակ ունենք, աղոթելու ենք այս ուղղությամբ, որպեսզի աղոթողների այն խումբը ձևավորվի իրապես, որոնք անձ են դնելու։ Սկսած ինձանից ես շատ տեղ ունեմ։ Ես դեռևս աղոթքների այն բագաժը, որ Աստված ինձանից սպասում է, ես դրան հենց դեռ չեմ հասել։ Եվ գիտեմ, երբ որ սկսվեց այդ process-ը, շատ ավելի որ սկսվել է արդեն, դա փաստ է։ Եվ մենք քայլ առ քայլ համբերությամբ անցած տարվանից գնում ենք։ Ես ասեցի, չէ՞ որ մի հատ նոր հաղորդում եմ սկսելու հոգու եւ շնչի համար։ Այո, սկսել ենք։ Անկախ ամեն ինչից, ով ինչ կասի, ինչ չի ասի եւ այլն դրանք։ Իսկ եթե կան ինչ որ հոգիներ, որոնք մեր հետ ուզում են հաղորդակցվել, խնդրեմ, մեծ սիրով պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։
բայց մեկ կքննարկենք, երկուս կքննարկենք եւ երբ որ կհամոզվենք, որ մարդը եթեների, կարողա, բավորների մեջ է, այդ մարդու հետ ինչ ունեմ ասելու ես։ Սուրբ գրքի մեջ եղած ցանկացած խոսք, նախադասություն, իմ համար ու ձեր համար բարձրագույն հեղինակություն պետք է լինի։ Աբսոլյուտ ինչ չի հետաքրքրում, թե ինչ կարողաներ կարող են լինել։ Ես մարդկային մտքի, ֆանտազիաների մեջ չեմ փորձելու գնալ ու մարդուն համոզել, որ լսի, գիտես, դու սխալվում ես, այ հիմա միացել ես անօրենին։ Եվ ես ոչ թե քո հետ եմ խոսում, այլ կարողաներ ասողի հետ։ Հասկացեք, վերջում մենք էլ մարդ ենք, մենք էլ ժամանակ ենք ուզում ճիշտ օգտագործենք մեր կյանքի ընթացքը։ Եվ Սուրբ Գրքը դրա համար Պողոս առաքյալն ասում է 2-3 անգամ ասա, դրանից հետո ետ քաշվի։ Ետ քաշվի, գործ չունես։ Այդ մարդը ընդամենը հերձվածող է։